Եկեղեցի փառտուր քո Տիրոջը։ Նա այստեղ այսօր։ Հալելույա, փառք մեր Աստծուն, փառք մեր Տիրոջը, փառք մեր կենդանի զորավոր Աստծուն։ Հալելույա, գիտես Աստվածաշունչը մեզ բազմիցս տեղեր սովորեցնում եւ ասում է, որ առանց հավատքի ինչ էլ անես, առանց հավատքի, որը գործում է սիրով, ինչ էլ անես, զուր է։ Այնպես որ մեր աղաղակը, մեր ծափերը, մեր չգիտեմ աղոթքը, մեր մեկս մյուսին ժպտալը, թող որ լցված լինի սիրով ու հավատքով, որովհետև Աստված տեսնում է այդպիսի ծածուկ բաները եւ օրհնում է նման մարդկանց, ամեն։ Հալելույա, քո երկրպագությունը այստեղ, որ դու բարձրացնում ես, թող որ իսկապես լցված լինի առ Աստված սիրով եւ հավատքով։ Ես եւ ոգեշնչված եմ եւ ավելի այսպես զգուշավոր ու պարտավորված, որովհետեւ մի քիչ ուշադրությունը այսօր շատ այսպես եղավ ընտանիքիս վրա եւ ստիպված եմ մի քիչ հուզվել, լավ իմաստով։ Հալելույա, բայց այսօրվա վերնագիրը ես մի առակից հետո կասեմ ձեզ, եթե չեն դրել, շատ շնորհակալ եմ, որ շուտ չեք դրել։ Հալելույա, այսօր սրտիս մեջ ունեմ մի խոսք, մի ուղերձ ուզում եմ ձեր հետ կիսվել, որովհետև հավատում եմ, որ մեր Աստված գործ ունի կենդանի եկեղեցու հետ եւ ամեն մարդ, ով գործ ունի կենդանի Աստծո հետ, նա նույնպես կենդանանում է եւ կենդանացնում է իր շրջապատը։ Աստծո կյանքը նրա միջոցով հոսում է գետերի պես եւ տարածվում է մարդկանց կյանքերի մեջ։ Հալելույա, կողքինի տասա քո մասին ասում սա։ Հալելույա, ես խնդրում եմ քո ուշադրությունը, որովհետև գիտես, Աստվածաշունչը ասում է ամեն հավատացողի ներսից ոչ թե արվակներ, այլ գետեր են հոսելու, եւ դա անվանում է կյանքի գետեր։ Այդ գետերը կյանք բերող, կյանք փոխանցող, կյանք պարգևող, հավատք, հույս, զորություն, մխիթարություն փոխանցող գետեր են։ Մենք պիտի լինենք այդպիսի գետեր, ամեն։ Մենք պետք է լինենք ոչ թե գիտես, երբ որ մենք ուղղակի այսպես սուսուփուս հանգիստ աղոթում փառաբանում կամ ինչ որ այսպես խոսում ենք Աստծո խոսքը, դա շատ լավ է, դա նորմալ։ Գիտես, երբ որ դու ուղղակի քայլում ես Աստծո հետ եւ քո առօրյան անցնում է սովորական հունի մեջ, դա նման է գետի, որ ուղղակի իր հունով գնում է, բայց երբ որ դու լցվում ես Աստծո ուրախությունով, Աստծո ցնծությունով, երբ որ Աստծո կրակը քո ներսում բոցավառվում է, գիտես ինչա տեղի ունենում։ Այն գետը, որ նորմալ իր քո ներսից հոսում է իր սովորական հունով, ինքը սկսում է վարարել։ Ինքը սկսում է վարարել եւ այդ վարարած գետը իր սահմաններից դուրս է գալիս։ Դուրս է գալիս կողքիններին է կպնում, կողքի արտերն է ջրում, կողքի գյուղերին է հասնում, այնքան է վարարում եւ կարա հասնի ծով եւ այլն եւ այլն։ Ես հավատում եմ այն եկեղեցուն, ես հավատում եմ, որ այս օրերի մեջ Աստված բարձրացնում է իր եկեղեցին, որպեսզի այն գնալով ավելի վարարի եւ իր սովորական, այսպես կրոնական մտածելակերպից մի քիչ դուրս գա։ Մի քիչ դուրս գա, որովհետեւ հին փորձառությունը ու հին մտածելակերպը մեզ ուղղակի փորձում են պահեն որոշակի սահմանների մեջ եւ ասում են այսպես են պետք քայլել, այլապես դու կարող ես ինչ-որ տեղ սխալվես, այլապես դու կարող ես ինչ-որ քո մոտ չստացվի, չհաջողվի եւ տարբեր մտքեր փորձում են ուղղակի կանգնացնել քրիստոնյաներին։ Աստված ուզում է, որ իր եկեղեցին վստահի իրան։ Աստված ուզում է, որ իր եկեղեցին կանգ չառնի, գնա համարցակ եւ վարարած գետերի պես ուղղակի ողողի ամեն բան ինչ որի շուրջը կա։ Ամեն։ Փառք Աստծո։ Ես հիմա ձեզ համար մի պատմություն եմ դուրս գրել, դա կընթերցեմ, որից հետո մենք կանցնենք հիմնական այս վերնագրի մասին խոսենք, որի մասին ես պատրաստել եմ այսօր խոսք։ Մի մարդ միշտ դժգոհ էր իր կյանքից եւ ինքն իր մեջ մտածում էր. երանի թե ուրիշների պես հաջողություն ունենայի, երանի թե ես էլ բախտ ունենայի եւ իմ կյանքը հեշտ լիներ։ Լսել եք այդպիսի դեպքեր, ճիշտ է։ Մարդիկ կան, որ նստած մտածում են, երանի այս գործի տերը ես լինեի, երանի այս տան տերը ես լինեի, երանի այս ծառայության պատասխանատուն ես լինեի, երանի, չգիտեմ,
ինչ տարբեր երանելիներ են ասում։ Երանի այս աղջիկը իմ կինը լիներ, երանի այս տղամարդը իմ ամուսինը լիներ, երանի իմ երեխեքն էլ սենց հաջող, տարբեր երանելիներ են, որոնք որ լինում են մարդկանց կյանքերում եւ գալիս են ուղակի մարդկանց սրտերի մեջ ու ինչ որ բան է տեղի ունենում։ Եվ շարունակությունը մի օր այդ երիտասարդը, երբ որ այդպես նստած երազում էր, դժգոհում էր իր կյանքի, տրտնջում էր իր կյանքի համար, հանդիպում է մի ծերունու, որ նստած քարին ժպտում էր, նայելով երկնքի, նայելով բնությանը, եւ երիտասարդը այդ ծերունուն հարցնում է. Ի՞նչն է քեզ այդքան ուրախացնում։ Չէ՞ որ քո կյանքը լի է դժվարություններով։ Ծերունին ժպտալով երիտասարդին պատասխանեց եւ ասեց. Ես էլ մի ժամանակ ասում էի երանի թե։ Մինչև հասկացա, որ այդ խոսքերը իմ աչքերը փակում են այսօրվա երջանկությունից։ Որովհետև ով ասում է երանի թե, ապրում է ապագայի պատկերներով, սպասումներով եւ կորցնում է իր ներկայի շնորհքը, որ Աստված պարգևել է նրան։ Եվ հենց որ սկսի ասել շնորհակալ եմ Տեր, որ այս ունեմ, այն ունեմ, սա ունեմ, մյուսը, այդ պահից նրա կյանքը կսկսի փոխվել։ Իսկ ինչ փոխվեց ձեր կյանքում։ Երիտասարդը հարցնում է նորից ծերունուն։ Դու լավ եկար այդ պահին ու հասկացար։ Դե ասա մի բան, ինչ փոխվեց քո կյանքում։ Ինչ որ բան փոխվել է, երբ որ դու դադարեցիր երանելի ասելու փոխարեն շնորհակալ լինել։ Ծերունին ժպտաց եւ ասեց. Ոչինչ չի փոխվել։ Բայց սիրտս է փոխվել։ Որովհետեւ երբ սիրտը փոխվում է, ամբողջ աշխարհը այլ կերպ է երևում։ Եվ այդ օրվանից երիտասարդը որոշում կայացրեց. փոխի իր երանի թեն շնորհակալեմով։ Այսօրվա իմ քարոզի ուղերձի վերնագիրն է երանի թե։ Երանի թե։ Գիտես, քրիստոնյան դա այն մարդն է, որ Աստծո հետ հաղորդակցություն ունի եւ քայլում է Աստծո պատվիրանների մեջ։ Նա քայլում է, նա աղոթում է, նա շարժվում է Աստծո հոգով։ Աստծո հոգով առաջնորդվողները Աստվածաշունչ ասում է իմ որդիները կկոչվեն։ Ամեն։ Գիտես, եւ լինել Աստծո որդի, լինել քրիստոնյա եւ չաղոթել նույնքան անհնար է, որ մարդը փորձում է ապրի առանց շնչելու։ Աղոթել ես նկատի չունեմ ուղղակի ինչ որ կրոնական կամ անգիր արած որևէ մի աղոթք բարձրացնել։ Աղոթել ես նկատի ունեմ հաղորդակցվել, շփվել, քայլել ամեն ժամը 7-24 ռեժիմով քո տիրոջ աչքերի առաջ, իմանալ, որ նրա հայացքը քո վրա է։ Եվ ինչ որ լինում է քո շուրջը եւ քո հետ, նա տեսնում է ու դու ձգտում ես ապրել նրա կամքին համաձայն։ Ամեն։ Եվ գիտես մի բան, որը որ նաև ես սիրում եմ սրա մասին մտածել, ես հասկանում եմ, որ ես չգիտեմ այն ճանապարհը, որով որ Աստված տանում է ինձ։ Մինչև վերջ։ Ես չգիտեմ, ես գիտեմ որոշակի բաներ, բայց չգիտեմ այն ճանապարհը, թե ուր է տանում, ինչպես է տանում, բայց մի բան շատ լավ գիտեմ։ Ես շատ լավ գիտեմ նրան, ով ինձ առաջնորդում է։ Շատ կարևոր է սա իմանալ։ Եթե դու գիտես, ով է քեզ առաջնորդում, դու վստահ ես քայլում։ Դու գնում ես այդ ճանապարհով եւ չես կասկածում, որովհետեւ գիտես եւ վստահում ես քեզ առաջնորդողին։ Դու կարող ես գնալ աչքերդ փակ, ուղղակի միայն ձեռքը բռնած, եւ ուր որ նա առաջնորդի, դու կարող ես հետևել նրան։ Հալելույա, փառք Աստծուն։ Ես ուզում եմ ասել, որ քո Աստված եկեղեցի մեռած չի, քո Աստված
ապրում է եւ քո Աստված քո մեջ է քայլում ու ման գալիս։ Ինչի համար, որովհետեւ Աստվածաշունչը, երբ որ մենք նայում, ուսումնասիրում ենք, մենք հասկանում ենք մի հետաքրքիր բան, ուղղակի շատ անգամ մենք սա կորցնելով սկսում ենք մոռանալ ինչա տեղի ունեցել խաչի վրա եւ սկսում ենք երանի տալ։ Երանի սրան, երանի նրան։ Գիտես Աստվածաշունչը լեռան քարոզի մեջ մեր Տերը խոսում է երանելիների լեռան քարոզը, հա, երբ որ խոսում է երանի նրանց, որ հոգով աղքատ են, երանի ձեզ, եթե ձեզ իմ անվան համար ձեզ կհալածեն եւ այլն, եւ հայտնության 19-րդ գլուխը նույնպես խոսում եւ ասում է ուրախանանք ու ցնծանք, փառք տանք նրան, որովհետեւ գառան հարսանիքը հասավ։ Գիտես, մեզանից ամեն մեկը, որպես եկեղեցու կենդանի քար, որպես Աստծո գառան հարսանիքի հարս եկեղեցի, նա կանչված է այդ հարսանիքին։ Այստեղ կա մարդ, որ հավատում է դրան։ Աստվածաշունչը ասում է, որ մենք նրա եկեղեցին նրա հարսնացուն է եւ կանչված է հարսանիքին։ Գիտես, շատ անգամ մարդիկ աղոթում են, մարդիկ ասում են, Տեր, ուզում եմ, որ այդ հարսանիքին ներկա լինեմ, ուզում եմ, որ ամեն բան անես, ինձ փոխես, ինձ սա անես, ինձ պատրաստես, որպեսզի ես հանկարծ շուշանամ, որպեսզի ես հանկարծ իմ լապտերի յուղը չպրծնի եւ այլն, բայց այստեղ մի հետաքրքիր բան եմ ես տեսնում, ասում է գառան հարսանիքը հասել է ուրախանանք ցնծանք եւ նրա կինը, այսինքն հարսնացուն, այսինքն եկեղեցին ինքն իրեն պատրաստեց։ Ինքն իրեն պատրաստեց, ոչ թե ասեց փեսացու խնդրում եմ ինձ պատրաստիր, այլ ասում է ինքն իրեն պատրաստեց հարսանիքի համար։ Դա շատ կարևոր բան է։ Նրան տվեց, որ հագնի սպիտակ, մաքուր, լուսափայլ բեհեզ, որովհետև բեհեզը սրբերի արդարությունն է եւ ինձ ասաց. գրիր, երանելի են գառան հարսանիքի ընթրիքին կանչվածները։ Երանելի են, Աստվածաշունչը երանելիների մասին բազում տեղեր է խոսում, բազում տեղեր։ Եվ մենք պետք է հասկանանք, որ ինչու ենք մենք երանելի, որովհետև մեր Տեր Հիսուս Քրիստոսը վճարեց խաչի վրա մի գին, կատարեց մի գործ, որը որ խոսում է մինչև օրս։ Այստեղ կա մարդ, որ կարիք ունի։ Մի քանի հոգի կան, փառք Աստծուն, որ քո ազնվության համար մնացածը ուշադիր խնդրում եմ եղեք։ Գիտեք, դու այդ կարիքների պատասխանը կստանաս քո հավատքով, բայց 5 տարի հետո, 10 տարի հետո դու էլի ինչ-որ կարիքներ ես ունենալու։ Մեզանից ամեն մեկը, ինչ եք մտածում, մեր Տեր Հիսուս Քրիստոսը, որ եկավ երկիր եւ խաչվեց, այդ մեկ անգամվա գինը բավական էր արդյոք, որ այսօրվա իմ ու քո կարիքը լրացված լինի։ Բավական է։ Իսկ 5 տարի հետոյվա կարիքը, իսկ 10 տարի հետոյվա կարիքը, նա վճարել է մինչև վերջ, ամեն բանի համար, ինչի կարիքը, որ մենք ունենանք։ Սա խոսում է մի բանի մասին, որ դու պետք է վստահես քեզ առաջնորդողին։ Դու պետք է բռնես նրա ձեռքը, թեկուզ չհասկանալով, թեկուզ երբեմն չիմանալով, թե ինչի ես դու այդ դժվարություններով անցնում, բայց երբ որ բռնել ես նրա ձեռքը, երբ որ դու գիտես ով է քո առաջնորդողը, դու վստահ ես, որ դու հասնելու ես ճիշտ տեղ։ Դու վստահ ես, որ քեզ չար բան չի մոտենալու։ Դու անցնելու ես, դու հաղթելու ես, դու բժշկվելու ես, դու տեսնելու ես քեզ քո կարիքները լրացված եւ Աստծո փառքը քեզ վրա ծագած։ Հալելույա։ Հռոմեացի 8-րդ գլուխը ասում է, այդ ինչ ասենք այս բաների մասին։ Եթե Աստված մեր կողմն է, ասա իմ կողմն է։ Եթե Աստված քո կողմն է, քո կողմից է, ապա ով կարող մեզ հակառակ լինի։ Նա, որ իր որդուն չխնայեց, այլ մեր բոլորի համար տվեց, մահվան մատնեց, ինչպես նրա հետ մեզ ամեն ինչ չի շնորհի։ Այս խոսքը հաստատում եւ ապացուցում է, որ նա արդեն իսկ վճարել է եւ ամեն բանի համար է վճարել։ Ոչ թե մենակ որ դու փրկված լինես, այլ որ դու լինես բժշկված, որ դու լինես օրհնված, որ դու լինես թագավորական քահանայություն, որ դու լինես մեկը, որի միջոցով Աստծո գետերը կհոսեն եւ Աստծո զորությունը կդրսևորվի։ Ամեն։ Եվ գիտես, այնքան կարևոր է, որ մենք այդ ամենը տեսնելուց, այդ ամենի մեջ լինելու ընթացքում չհպարտանանք, չշեղվենք, չասենք սա ես էի։
Մեր եսը գնալով պետքա փոքրանա, ինչպես խոսքն ասում, եւ Աստված մեծանա, Քրիստոսը մեծանա մեր մեջ։ Երբ որ գիտես մենք քայլում ենք Աստծո մեջ, գնալով մեզանից պետքա փոքրանա մեր եսի այդ չափաբաժինը, մեր մեջ պետքա էլ ավելի դրսևորվի եւ երևացող լինի Քրիստոսը, որովհետեւ այլապես դու չես կարող Աստծո խորությունների մեջ մտնես։ Դա նման է նրան, երբ որ դու քայլում ես ջրի վրայով, դու մոտենում ես ծովին եւ քո ոտնաթաթերը մտնում են ջրի մեջ ու ասում ես ես ճանաչում եմ Աստծուն։ Ես զգում եմ, ես Աստծո ներկայության մեջ եմ։ Գիտես, չես կարող ասել, որ դա այդպես չի։ Իսկապես դու եկել ես եւ մտել ես Տիրոջ ջրերի մեջ։ Բայց երբ որ դու մի քիչ խորանում ես, արդեն մինչև ծնկերդ է հասնում այդ ջրերը, գիտես դու ավելի ես հասկանում Աստծո խոսքի մեջ, երբ որ դու խորանում ես մի քիչ, դու ավելի ես սկսում հասկանալ ինչ է Աստված քեզանից ուզում եւ ինչ է քո համար արել Հիսուսը։ Դու ավելին ես հասկանում, քան թե ջրի ափին կանգնած մարդը, որ միայն ոտքերն է թրջել։ Բայց եթե մի քիչ էլ խորանաս, մինչև գոտկատեղդ, գիտես դու էլ ավելի կսկսես վերապրել ու հասկանալ Աստծո զորությունը եւ այն ինչ որ խաչի վրա Տերը արեց իմ ու քո համար։ Ես քեզ խորհուրդ եմ տալիս, կանգ չառնես Աստծո խոսքի մեջ խորանալու մեջ, Աստծո ներկայությունը ճաշակելու մեջ։ Գնա ավելի խորը, որովհետեւ երբ որ դա արդեն պարանոցը ծածկի, երբ որ քո ոտքերը արդեն հատակին այդ հողին չկպնեն, դու իսկապես կսկսես հասկանալ Աստծո մեծությունը, առավել եւս երբ որ սուզվես։ Գիտես, այդ մարդը ում մասին ես խոսում եմ, այդ պատկերը, որ փորձում եմ, որ դու տեսնես, պատմելով, երբ որ ափին կանգնած է լինում, նա իր ամբողջ հասակով մեկ է երևում։ Նրանից ամեն բան երևում է։ Բայց երբ որ նա մտնում է ջուրը, աստիճանաբար խորանում է, նրանից գնալով քիչ մասն է երևում։ Առավել եւս, երբ որ ընդհանրապես չերևա, երբ որ նա սուզվի, դու գիտեք, որ գիտնականները անգամ խոսում են դրա մասին, որ օվկիանոսի ջրերի խորությունը եւ այդ հարստությունը, ինչ որ գտնվում է ջրի ընդերքում, ամենակիչ ուսումնասիրված տարածքն է։ Այսինքն այնքան հարստություն կա այդ ջրերի խորքում, որ եթե դու միայն խորանաս, եթե դու միայն սուզվես, եթե դու կարողանայիր խորանայիր ու սուզվեիր այդքան խորը, դու կտեսնեիր անտեսանելի այնպիսի բաներ, այնպիսի գեղեցկություն եւ այնպիսի հրաշքներ, որոնք երբևէ աչք չի տեսել եւ ականջ չի լսել։ Սա խոսումը, սա շատ ուղիղ համեմատական է, ուղղակի այն մարդկանց է համար, ովքեր որ ուզում են մտնել Աստծո ջրերի մեջ։ Սիրելիս, ես քեզ խորհուրդ եմ տալիս, խորացիր Աստծո խոսքի մեջ, խորացիր Աստծո ներկայությունը ճանաչելու մեջ, որովհետև դրանից ավելի մեծ ու լավ բերկրանք դու այս կյանքում չես կարող վայելել։ Եվ երբ որ խորանաս, քեզանից գնալով ավելի քիչը կերևա, եւ քո կյանքում ավելի շատ Աստծո զորությունը եւ Աստծո ուղղակի այդ օրհնությունները կերևան։ Ամեն։ Շատ կարևոր է դա, որովհետև գիտեք, մենք ունենք ժառանգություն մեր Աստծուց տրված։ Աստվածաշունչը խոսում է, որ ամեն հավատացյալ Քրիստոսի ժառանգակիցն է։ Ամեն հավատացյալ Քրիստոսի ժառանգակիցն է, այսինքն կա ժառանգություն, կա հարստություն, կան որոշակի բաներ, որոնք որ Աստված ուներ, եւ այդ ամենը փոխանցեց, հա, Հռոմեացիների մեջ մենք կարդացինք, որ նրա հետ ամեն ինչ տվել արդեն մեզանից ամեն մեկին։ Բայց մենք երբեմն հանդիպելուց մեր կյանքի դժվարություններին, իրավիճակներին մենք չենք ուղղակի խորանում դրա մեջ։ Մենք մոռանում ենք, որ մենք ունենք այդ ամենը։ Մենք կարծես այն փոքրիկ երեխաների պես, որ ամեն ինչի տեր են, ժառանգ են, ամեն ինչի տեր են, բայց նստում ու սկսում են հուզվել, սկսում են տրտնջալ, ասում են երանի են մեքենան իմը լիներ, երանի այս օծությունից ես էլ ունենայի, երանի նա, ես սկսում ենք ինչ-որ սխալ բաների երանի տալ։ Այնինչ մոռանում ենք, թե ինչ ունենք մենք Քրիստոսի մեջ։ Այնինչ մոռանում ենք, թե ինչ կարող ենք մենք անել այն փոքրիկ մանանեխի հատիկ հավատքով, որ մեր մեջ կա, որովհետև դրա մեջ պոտենցիալ կա։ Դրա մեջ կա մեծ պոտենցիալ խավարը ցրելու եւ հրաշքներ գործելու։ Ամեն։ Դրա համար Գաղատացիներ 4-րդ գլուխ ասում է, քանի դեռ երեխան ժառանգը երեխա է, ծառայից չի տարբերվում ոչ մի բանով։ Թեկուզ եւ ինքը ամեն բանի տերն է, բայց միևնույնն է, ծառայի պես է, որովհետև նա երեխա է։
Գիտես, երեխային չեն թողում, որովհետև վտանգավոր է, ինքը չգիտի լողալ, ինքը չգիտի խորանալ, ինքը չգիտի վարվել ճիշտ բաներ, անել ջրի հետ վարվելու ձևերը, եւ անպայման խնամակալ է պետք, անպայման ինչ որ մեկը պետք է։ Գիտես, փոքրիկ երեխաները շատ հետաքրքիր են, շատ ծիծաղալու են, այնպիսի բաներ են անում։ Դու նրանց նայում ես, նրանք որ մի բան կարողանում են անել, օրինակ իմ թոռնիկը, որ սկսում է ասենց իր մոտ ինչ որ մի բան ստացվում է, ծափ ես տալիս, ասում ես ապրես, Ստեֆանի, ապրես, ես ինչ լավ է, ծափ ես տալիս, ինքը դրանից ոգևորվում է ու իրան նենց է սկսում պայել, ոնց որ ինքը արդեն այդքան բանը կարողանում է անի։ Ու ասենց իր շարժու ձերևով, իր խաղալով, իր խոսալով, բան ասենց գնում գալիս է ինչ որ բաներ է խոսում, իբրև թե ես արդեն գիտեմ էդի անել։ Գիտես, բայց քո ծիծաղը գալիս է, որ ինքը ոչ մի բան չգիտի, ինքը ուղղակի ոտը թրջել է, ջրին է կպել։ Գիտես, շատ հավատացյալների կարելի է տեսնել այդպես։ Ինչ որ մի հատ հրաշք է լինում, ինչ որ մի հատ օրհնվում են, ինչ որ մի հատ չգիտեմ ինչ է լինում, մեկ էլ նենց են քայլում, ոնց որ այդ թոռնիկը ասենց թևը սեն շարժելով, սենց մթում ինքը մեծ արդեն աղջիկ է, ամեն ինչ գիտի, սեն շարժվում է տան մեջ, գնում գալիս, բան անում, ֆռում է մեծ, նո, բան, սենց ինչ-որ բաներ անում, մթում, արդեն մեծերին է դաստիարակում, գիտես, այնքան ծիծաղալու է կողքից, երբ որ նայում ես, բայց այնքան ցավալի է, երբ որ դա տեսնում ես հասունների մոտ։ Երբ որ տեսնում ես հասունների մոտ, հավատացյալ մարդկանց մոտ, ովքեր որ կանչված են իսկապես խորանալու, դառնալու, այն ինչ որ Աստված ուզում է, այն երանի քո երանի աղոթքները, որոնք որ դու աղոթում ես, երանի թե քո կյանքում սա լինի, լան լինի եւ երազում ես, ժամանակից շուտ դու սկսում ես ուղակի մեծ շորեր հագնել, մեծ կոշիկներ հագնել, տան մեջ կտկտալով քայլել, եկեղեցու մեջ sense կտկտալով քայլել ու ասել ես արդեն կարում եմ, ես մի անգամ աղոթեցի ու հրաշք եղավ, ազատագրվեց, բժշկվեց, ես չգիտեմ, օրհնվեց, կամ ինչ-որ մի բան եղավ, հրաշալի է սա շատ լավ, գիտես ինչա, մոտիվացիա է տալի ինձ ու քեզ, որ մենք հասկանանք, որ Աստված փոքրերի աղոթներին անգամ պատասխանում է, խոսք ասում է նրանց հրեշտակները Աստծո երեսի առաջ ամեն օր կանգնում են, բայց մենք պետք է չլինենք դրանից այնքան ոգեշնչված, որ իրականությունը կորցնենք։ Երբեմն մենք ուզում ենք այդ երանելիների պես լինենք, բայց կորցնում ենք իրականությունը։ Հասկանում եք, Աստվածաշունչը Կորինթացիների թղթում այսպես է ասում, առաջի Կորինթացիների 4-րդ գլուխը 8-րդ խոսքը այսպես է ասում, արդեն կշտացած եք, արդեն հարստացաք եւ առանց մեզ էլ թագավորեցիք։ Երանի թե Պողոս առաքյալը ասում է երանի չէր է տենց ելներ։ Ուր էր թե իսկապես այդքան հասունացած ելնեիք։ Ուր էր թե իսկապես այդքան հարստացած ելնեիք ու ուր էր թե իսկապես թագավորական քահանայություն որպես այդպես թագավորեիք։ Ուր էր թե որովհետև մենք էլ ձեր հետ կթագավորեինք։ Գիտես, այստեղ մի քիչ ուրիշ բանի տակ անգնում այդ երանի թեն, եւ մենք պետք է հասկանանք, գիտես, նստել ուղակի երազել միայն, քեզ չի տանի A կետից B կետը։ Ես չեմ խոսում երազանք նպատակ չունենալու մասին, ես խոսում եմ իրականությունը տեսնելու մասին եւ հավատքով ազդելու մասին, որովհետեւ Աստված ուզում է, որ մենք ազդենք մեր իրականության վրա։ Այս աշխարհը միայն ու միայն մի բան կարող է փոխել, դա քո հավատքն է։ Դա քո հավատքն է, քո հավատքը կարա փոխի աշխարհը։ Աստվածաշունչն է դա ասում։ Ամեն։ Եվ եթե մենք չփոխենք, փառտիրոջը մենք պետք է հասկանանք, որ մեր աղոթները դրանք նման են, գիտես, նամակներ մի ժամանակ գրելու հնարավորություն կար։ Նամակը ծրարի մեջ էինք դնում եւ ուղարկում էինք կոնկրետ հասցեով։ Մի ժամանակ այդպես էր, ես հիշում եմ փոքրիկ ժամանակ, դպրոցական ժամանակ այդպիսի բաներ արել եմ։ Եղբայրս բանակից, եղբայրներս բանակից նամակներ էին գրում, ուղարկում էին տուն, առանձին իմ մասին այնտեղ խոսքեր եւ այլն, դասեր լավ կսովորես, մամային, պապային չջղայնացնես։ Այտենց ես էլ լսում էի մեկ իրենց։ Բայց աղոթքը նման է ծրարի, որի մեջ մենք դնում ենք մեր կարիքները,
որի մեջ մենք դնում ենք մեր գոհությունը, որի մեջ մենք դնում ենք մեր շնորհակալությունը եւ ուղղում ենք դեպի Աստծուն։ Ամեն։ Մի մոռացիր երբեք ցանկացած աղոթքի մեջ գոհացող սիրտ ունենալ, սիրելիս, որովհետեւ եթե դու միայն նայես սրան, նրան, այս բանին եւ այն բանին, եթե դու նայես եւ ասես սա չունեմ, նա չունեմ, գիտես ինչ, միևնույնն է։ Դու այդպես էլ չես ունենա, որովհետեւ խոսքը խոսում է նրա մասին, որ նախանց պետք չէ լինել, նախանձը կարա փտեցնի ոսկորները։ Ամեն։ Եվս մի պատմություն, որը որ կուզենամ ձեր համար ընթերցել, նույն ձևի երիտասարդի մասին, որ դժգոհ էր իր կյանքից, նա այսպիսի մի բան էր ասում, ասում է երանի թե իմ կյանքը ուրիշ լիներ եւ ուրիշ ճանապարհ, ուրիշ մարդիկ, ուրիշ հնարավորություններ ունենա եւ այլն։ Եվ օրերից մի օր գիշերը քնած ժամանակ նա երազ է տեսնում ու երազում մի հատ դուռ է տեսնում, որի վրա գրված է լինում. դու կարող ես փոխել քո կյանքը։ Այս երիտասարդը ուրախանում ասում է, հետաքրքիր է, մտնեմ ներս տեսնեմ ինչ կա այնտեղ։ Ինչպես կարող եմ փոխել իմ կյանքը։ Եվ միգուցե այս ճանապարհով գնամ ու իմ կյանքը կփոխվի։ Գիտես, ներս է մտնում ու հանկարծ այնտեղ տեսնում է լիքը կյանքեր կախված։ Եվ այդ կյանքերը գեղեցիկ փաթեթավորումներ ունեին։ Գեղեցիկ, մեկը մյուսից սիրուն։ Եվ մոտենում է մի փաթեթի այդ կյանքի եւ հարցնում է, սա ումն է, նա հարցրեց, մատնացույց է անում մի փաթեթի եւ ասում է, օրինակ այս փաթեթը, այս կյանքը ում կյանքն է, ասում է, դա իմ մարդու կյանքն է, ում որ դու շատ էիր երանի տալիս։ Այնքան շատ էիր երանի տալիս, որովհետեւ ինքը լավ տուն ուներ, որովհետեւ այսպես ապահոված էր եւ այլ, եւ դու նախանձում էիր նրան։ Բայց դու չգիտես, որ նրա ներսը այնքան ծանր հիվանդություններ կար։ Նա ներսում այնքան դժբախտ ու իրեն միայնակ էր զգում, որովհետև չէր կարողանում գտնել իր մարմնին բժշկություն եւ խաղաղություն։ Մեկ ուրիշ կյանքի է մոտենում եւ հարցնում է, իսկ սա ում կյանքն է։ Ասում է, սա էլ են մյուսի կյանքն է, ում որ դու էլի տեսնում էիր ու երանի էիր տալիս։ Ասում է, բայց նրա կյանքին դու միայն արտաքինն էիր տեսնում, բայց ներքուստ նա մերժված էր։ Նրա հետ ոչ մի հարազատ, ոչ մի ընկեր, ոչ մի բարեկամ չէր ուզում խոսեր, որովհետև այդ հարստության մեջ նա այնքան էր հպարտացել, նա այնքան ինչ գիտեր էր եւ հպարտությունից ուղղակի բոլորին արհամարում էր եւ շատ կոպիտ էր նրանց հետ։ Եվ ասում է, դա էլ նրա կյանքն է։ Եվ այդպես մի քանի բաներ հարցնելուց հետո նա հասկանում է, մյուսին հասկանում եւ ասում է, այդ բոլոր փայլուն թաքնված կյանքերի մեջ լիքը ցավ կար, լիքը այն որ ասում է հոգս կար, դժբախտություն կար, արտակնապես նրանք շատ փայլուն էին, բայց ներսում շատ ուղղակի ցավերով լցված։ Եվ վերջում նա տեսավ մի հատ համեստ փոքրիկ փաթեթ, առանց փայլերի, շատ այտենց աչքի ընկնող, որի վրա գրված էր. քո կյանքն է սա։ Քո կյանքն է։ Նա բացեց ու ներսում գտավ մի գրություն։ Այստեղ կա ամեն ինչ, որ քեզ պետք է, եթե դու սովորես տեսնել եւ եթե դու փորձես քո կյանքի մեջ փոփոխություն բերել։ Գիտես, այնքան կարևոր է, որ մենք հասկանանք, մենք մեր կյանքը գրողներն ենք։ Մենք մեր կյանքի, մեր ծրագրերի ու մեր բոլոր ամեն ինչի հետևորդներն ենք։ Շատ անգամ մենք նայում ենք սրան, նրան ու սկսում ենք ասել երանի թե, բայց Աստված ասում է, կյանքն ու մահը քո լեզվի վրա է, քո սրտի մեջ է։ Աստվածաշունչը ասում է Առակաց 4-րդ գլխում, որ ամեն բանից առավել զգուշացի քո սրտիցը, սիրելիս, որովհետև այնտեղից է կյանքի աղբյուրը։ Հրաշքները քեզ սպասում են ոչ թե, չգիտեմ, երկնքում կամ որևէ մի տեղ, այլ Աստվածաշունչը ասում է, որ հրաշքը քեզանից հեռու չի։ Դա քո սրտի մեջ է եւ քո շուրթերի վրա է։ Սա խոսում է մի բանի մասին, որ մենք կարող ենք սերմնացանի պես խոսել, ցանել որոշակի սերմեր, եւ մենք ունենք մեր կյանքում այն ամենը, ինչ որ ցանել ենք։ Դու ունես այն ամենը, ինչ որ խոսել ես քո կյանքում նախկինում։ Եթե դու վերցնում եւ մեծարում ես քո հիվանդությունը, եթե դու վերցնում ու մեծարում ես, ես չգիտեմ, քո
աղքատ լինելը, քո ցավերը, ախր չգիտեք ոնց է ցավում, ախր չգիտի իմ դարդերը, իմ հոգսերը, դու սկսում ես մեծարել, դրանց մասին խոսել, հասկացիր, սիրելիս, դու ուղղակի նորից ջրում ես այդ պարտեզը, նորից ու նորից անդրադառնում եւ ասում ես, թող որ այստեղ ավելի շատ փուշ ու տատաս կաճի։ Բայց երբ որ դու նայում ես քո կյանքին, երբ որ դու նայում ես ինչ ունես Քրիստոսի մեջ, ոչ թե իրականությանը, եւ ինչ ես ուզում ունենաս, երբ որ դու սկսում ես քո կյանքի վրա խոսել խոսքեր, որոնք որ ոչ թե քո իրականությունն է քեզ ցույց տալիս, այլ Աստվածաշունչն է խոսում։ Գիտես, ես ինչի կարդացի Հռոմեացիներ 8-րդ գլուխը, որ մենք տեսնենք ու հասկանանք, հիշենք եւս մեկ անգամ, որ ամեն բան արդեն տվել է մեզ Աստված։ Արդեն տվել է, ասա ես ունեմ։ Ինչի կարիքը որ պետք է ունենամ։ Ես արդեն ունեմ դրա պատասխանը, Աստվածաշունչ ասում է, որ Հիսուսը արդեն իսկ տվել է, Աստված, մեր հայրը Հիսուսի հետ ամեն բաները արդեն իսկ շնորհել է մեզ։ Դու կասես, բայց ես չեմ տեսնում, սիրելիս, որպեսզի տեսնես, դու պետքա կյանքի կոչես, դու պետքա կիրառես հավատքի մեխանիզմը քո կյանքի մեջ։ Դու պետքա սերմնացանի պես դուրս գաս եւ սկսես սերմ ցանել։ Դու ասես, բայց ես ծառայության ժամանակ աղոթքի սենյակում ունեն սերմեր եմ ցանել, շատ լավ ես արել։ Բայց Աստվածաշունչը ասում է, թող որ քո ձեռքը չթուլանա, գիշեր ու ցերեկ ցանիր, որովհետև չգիտես որ մի սերմը երբ պտուղ կտա։ Քամուն մի նայիր, ցանիր անդադար 7-24 ռեժիմով։ Հեսուի մեկուտն ասում է, որ ուշադիր եղիր իմ խոսքերին եւ զգուշությամբ կատարիր, եթե ուզում ես հաջողակ լինել։ Մենք ավելի հաջողակ ենք մեր ցավերը, մեր դարդերը, մեր խնդիրները, իմ երեխան այսպիսին է, իմ ամուսինը այսպիսին է, իմ կինը այսպիսին է, ես սկսում իմ տնտեսությունը, իմ դրամապանակը, իմ առողջությունը եւ մենք ավելի շատ հակված ենք մարդու մարմնականը հակված է խոսել նման բաներ, քան թե հակված է խոսել Աստծո խոստմունքները։ Մենք պետքա սովորացնենք մեզ, մենք պետքա վերցնենք մեր միտքը նորոգենք այնպես, որ ցանկացած իրավիճակ տեսնելուց մենք պետքա խոսենք Աստծո խոսքերը։ Հիսուսը միշտ խոսում էր Աստծո խոսքերը եւ չէր ասում ես սոված եմ նշանակում է всё, աշխարհը հեսա փուլ կգա, ասում էր սոված եմ, բայց գրված է, չէ, որ ոչ միայն հացով կապրի մարդ։ Այսինքն կա խոստմունքներ եւ մենք այդ խոստմունքները պետքա օգտագործենք։ Եթե մենք չհավատանք այդ խոստմունքներին, մեր հակառակորդը չի էլ հավատա։ Նրա ուշք ու միտքը հենց դա է, որ մեզ շեղի այդ խոստմունքներից, որ մեզ տանի խոստմունքներից ավելի ուրիշ տեղ։ Ամեն։ Ես հավատում եմ, որ Աստված մեզ հաղթանակ ա տվել, եւ երբ որ դու խոսում ես գերբնական բաներ, ոչ թե իրականությունն ես դու խոսում, այլ ճշմարտությունն ես խոսում։ Ես նորից եմ ուզում կրկնել այս միտքը։ Երբ որ դու խոսում ես քո կյանքի իրավիճակների մեջ Աստծո խոստմունքները, դա անելով դու ոչ թե խոսում ես իրականությունը, այլ խոսում ես ճշմարտությունը, որովհետև Աստծո խոսքը ճշմարտություն է։ Դու պետք է հռչակես ճշմարտությունը քո կյանքի մեջ, որպեսզի քո իրականությունը փոխվի։ Բայց եթե դու նայում ես քո կյանքի իրավիճակին, նայում ես իրականությանը եւ խոսում ես այն, ինչ որ դու տեսնում ես, սիրելիս, դու ավել բան չես ունենա։ Մենք տեսնում ենք դա Աստվածաշնչում։ Աստվածաշունչը խոսում է դրա մասին, ասում է մարդու շուրթերի պտղից կկշտանա նրա փորը։ Խոսքը դա վերադառնալու բումերանգի հատկություն ունի, երբ որ դու խոսում ես մի բան, դու պետք է սպասես, որ այդ խոսքը վաղ թե ուշ հետ է վերադառնալու։ Դրա համար զգուշ եղիր քո խոսքերին։ Եթե դու խոսես այն ամեն ինչ որ կատարվել է խաչի վրա, այդ ժամանակ դու ուղղակի վարարեցնում ես քո հոգու գետերը։ Դու ուղղակի վերցնում ես ու քո հոգու ներսի այդ ջրերը վարարեցնում ես, որ դրանք սահմաններից դուրս գան, որ դրանք ավելի ջրառատ լինեն եւ սկսեն հոսել։ Բայց եթե դու խոսում ես քո կյանքի իրավիճակը, դու ուղղակի սովորական այն հավատացյալների պես ես, որ ուղղակի շաբաթ կամ կիրակի օրերը գալիս են եկեղեցի 2 ժամ լավ օրհնված ժամանակ են անցկացնում, նրանց միտքը որոշակի փոփոխություն է ենթարկվում եւ հետո գնում են նորից իրենց հոգսերով իրենց խնդիրների մեջ։ Սիրելիս, Աստվածաշունչը մեզ սովորեցնում է, որ պետքա փոխվի մեր կյանքը, մեր մտածելակերպից սկսած,
Որովհետև եթե քո միտքը չփոխվի, եթե քո սիրտը զգուշ չլինի, ապա քո շուրթերը խոսելու են միշտ այն, ինչ որ տեսնում ես դու։ Դու տեսած բաներ ես խոսելու եւ քո կյանքը այդպես էլ չի փոխվելու։ Բայց եթե դու սկսես խոսել Աստծո խոստմունքները, եթե դու քո կյանքի իրավիճակներին նայելով ասես, ես բժշկված եմ, գրված է Հիսուսի վերքերով, ես առողջ եմ, գրված է, որ ես հաջողակ եմ, գրված է, որ իմ հավատքը հաղթում է աշխարհին, գրված է, որ ես անեծքից ազատ եմ, ինձ գնել է Աստված, հիվանդության անեծքից, այս անեծքի իշխանությունից տեղափոխել է իր լույսի արքայության մեջ, երբ որ դու դրանք խոսում ես, դու դրանցով վարարում ես, դու դրանցով կարծես բացում ես այն գետերը, քո ներսի ջրհորները, որ ուղղակի հոսեն քեզանից եւ քո կյանքի ոլորտները սկսեն ողողվել։ Ամեն։ Դրա համար շատ կարևոր է սիրելիս, հիվանդությունը մեծարելու փոխարեն մեծարիր քո Տիրոջը, թե ինչ արեց նախ աչի վրա։ Ամեն, ամեն։ Սա կարևոր է եւ շատ լուրջ է։ Մենք պետք է հավատանք մեր սրտում Աստծո խոսքին եւ մեր շուրթերով պետք է խոսենք, դավանենք, հռչակենք, եթե ուզում ենք ունենալ դա մեր կյանքերում։ Մենք պետք է խոսենք իրականությունը, այդ ճշմարտությունը, ոչ թե այն, ինչ որ մենք տեսնում ենք։ Ճշմարտությունը դա Աստծո խոսքն է։ Ամեն։ Պողոսը սովորեցնում եւ ասում է, ես հավատքի հոգի ունեմ, հավատում եմ, դրա համար էլ խոսում եմ, այնպես որ մենք պետք է սովորացնենք մեր անձերին, որ թերահավատ չլինենք, այլ լինենք Աստծուն հավատացողներ։ Գիտես, Աստվածաշունչը տվել է մեզ շատ խոստմունքներ, բայց մենք շատ անգամ ուղղակի մոռանում ենք դրանց մասին։ Անուշադիր ենք լինում, անփույթ ենք լինում։ Երբ որ Աստված իջնում է Աբրահամի հետ հանդիպելու եւ գնում է Սոդոմ Գոմորը, որպիսի այդ դատաստանը բերի, գիտեք ինչ է այնտեղ խոսքը ասում, որ Սոդոմ Գոմորի աղաղակը եկավ հասավ իմ ականջներին։ Ես լսեցի, թե ինչ են իրենք խոսում եւ հիմա իջել եմ տեսնեմ, այդպես է թե չէ։ Գիտես, այնքան կարևոր է մեր շուրթերից դուրս եկած խոսքերը։ Մենք ինչին ենք երանի տալիս։ Երանի ենք տալիս ամբարիշներին, որոնք որ հաջողվում են, թե երանի ենք տալիս Աստծո այն խոստմունքներին, որովհետև ամբողջ աշխարհն է երանի տալիս։ Ասում է երանի ձեզ եթե, երանի ձեզ եթե, երանի ձեզ եթե, բայց մենք այդ երանելիները լինելով, մենք ավելի շատ սկսում ենք նայել ուրիշ մարդկանց, այն մարդկանց, ովքեր որ չեն հաջողվել, ովքեր որ Աստծուց հեռու են կիլոմետրով, ովքեր որ ընդհանրապես Աստծո մասին չեն ուզում լսել եւ ասում են երանի թե։ Գիտես ինչ ես դու ցանկանում։ Դու այդ մարդու հագուստն ես ցանկանում։ Դու այդ մարդու միգուցե ունեցվածքն ես ցանկանում։ Իր ամբողջ պարունակությամբ հանդերձ, իր ցավերով, իր խնդիրներով, իր պրոբլեմներով։ Մի ցանկացի ամբարիշտներին այն ինչ որ նրանք հաջողվում են, որովհետև երկինքն ու երկիրը վկա է, ամբողջ հոգևոր աշխարհը նայում է ինձ ու քեզ եւ երանի է տալիս, որովհետև երանի նրանց, ովքեր Աստծո որդիներ կկոչվեն, Աստված քեզ իր որդի է կոչում։ Ամեն։ Նա հասանելի է ինձ ու քեզ օրը 24 ժամ, 7-24 ռեժիմով, նա իմ ու քո հետ քայլում է։ Եվ Աստված ուզում է, որպեսզի ես ու դու ոչ թե նայենք մարդկանց, ոչ թե նայենք ուրիշների իրավիճակներին, այլ նայենք խաչին, նայենք այն բոլոր օրհնություններին եւ խոստմունքներին, թե ինչ Աստված մեզ խոստացել իր խոսքի մեջ, ամեն, որովհետև հենց այդ դրա մեջ մտնելու ժամանակ մենք երանելի կլինենք։ Երբ որ մենք դադարենք աշխարհին երանի ասենք, երբ որ մենք դադարենք ուրիշ մարդկանց երանի ասենք, այլ նայենք մեզ եւ ասենք երանի ինձ, որովհետև ես Աստծո զավակ եմ։ Երանի ինձ, որովհետև ես Տիրոջն եմ սիրում, երանի ինձ, որովհետև թեկուզ ոչինչ էլ չունենամ, բավական է, որ ես Աստծուն ունեմ, դա խոսում է նրա մասին, որ նրա հետ ինձ տրվել է ամեն բաները, ինչի կարիքը, որ ես կունենամ։ Եվ Հայտնության 3-րդ գլուխը այսպես ասում, ահա շուտով գալիս եմ, եւ շատ կարևոր է, որ դու կարողանաս պահես, կարևոր է, որ դու պահես այն, ինչ որ ունես։ Գիտես, այստեղ ամեն մի հավատացյալ ունի բազում խոստումներ։ Հազարավոր խոստմունքներ կա Աստվածաշնչի մեջ գրած, սիրելիս, հազարավոր։ Եվ դա գրված չի հովիվների համար միայն։ Դա գրված չի միայն, չգիտեմ, անգլերեն լեզուն իմացողների համար։ Դա գրված չի միայն եվրեյների, հրեաների համար։ Դա գրված է ամեն հավատացողի համար։
Ամեն, Աբրահամի օրհնությունները Քրիստոսով մեզ են հասանելի, խոսքը ասում է։ Եվ այդ խոստմունքները մեզ տրված են մի բանի համար, որպեսզի մենք դրանցից օգտվենք, որպեսզի ոչ թե գնանք երկինք ու ասենք, ինչ լավ է, որ ես այսքան խոստմունքներ ունեի, թեկուզ ոչ մի բանից չօգտվեցի, միայն հավատացի, որոշեցի հավատամ, որ ես կփրկվեմ։ Եվ այս փրկության օրը, երբ որ տեսա, այդ հարսանիքին մասնակից կլնեմ, գառան։ Ոչ, Աստված քեզ տվել է այդ խոստմունքները։ Եվ Աստված ասում է ամուր պահիր դրանք, որովհետև մեկը, որ ուզում է դա քեզանից վերցնի, կամ մեկը, որ ուզում է քո պսակը առնի, կամ մեկը, որ քո հաղթանակը, քո բժշկությունը, քո օրհնված լինելը, քո երանելի վիճակը ուզում է քեզանից գողանա։ Եվ մենք լավ գիտենք դա ով է։ Ամեն։ Բայց որպեսզի նրան չհաջողվի, որպեսզի նրա մոտ չստացվի, մենք պետք է զինված լինենք։ Գիտես, այսպիսի սխալ ուսմունքները, որոնք որ փորձում էին ասեին, որ թշնամի չկա, պատերազմ չկա, այլևս կռվելու կարիք չկա, հոգևոր աշխարհի մասին է խոսքը։ Գիտես, դրանք դժոխքից ծնված ուղակի ստեր էին։ Եթե նման բաների կարիք պետք չլինի, եթե հոգևոր պայքարի կարիք պետք չլինի, Աստվածաշունչը մեզ պարազինությամբ չի զինի։ Աստվածաշունչը չի ասի, որ մեր պատերազմը մարմնի եւ արյան հետ չի։ Դա Քրիստոսից հետո է ասվել։ Հասկանում եք։ Սատանան այնքան է փորձում հմուտ ձևի փորձի եկեղեցուն կամ հավատացյալներին շփոթեցնի, որ ասի ես չկամ, կռիվ չկա, պատերազմ չկա, Հիսուս ամեն ինչի համար վճարել է ու արդեն վсё, փրկված եք, բժշկված եք, ազատագրված եք, էլ մի կռվեք, էլ ոչ մի բան մի արեք, ինձ մի նեղացրեք, ես պարտված վիճակում եմ արդեն, այլևս իմ հետ գործ չունեք, գնացեք ու ինչ ուզում եք արեք այս կյանքում։ Գիտեք, դա սատանայի սուտն է։ Ամենավերջի այս հնարքներից մեկը, որ նա կարողացել է ուղղակի եկեղեցուն խափի կամ շատ քարոզիչներ կամ հավատացյալների, որ իր հետ կռվել պետք չի։ Հիսուսը արդեն ամեն ինչ արել պրծել է, էլ ինչ գործ ունենք։ Շնորհքը այնքան մեծ է, որ էլ ոչինչ պետք չի անելու։ Հիսուսը լրիվ արել պրծել է ու էլ բան պետք չի անելու։ Իհարկե, Հիսուսը արել է մի բան եւ իր արածի մեջ այլևս ավելացնելու բան պետք չի։ Կամ մի բան, որ խաչի վրա է արել Հիսուսը, դրանից ոչ պակասացնելու, ոչ ավելացնելու բան պետք չի։ Բայց կա մի բան, որ նա ասել է շարունակեք անել։ Դա գործ կառաքելոցն է։ Դու գնում ու շարունակում ես այն գործերը, որոնք որ Աստված անում էր երկրի վրա։ Եկեղեցին գնում ու շարժվում ու ավետարանն է տարածում։ Դա նման է նրան, որ դու այլևս ավետարան պետք չի քարոզել, որովհետև դե ամեն բան արված է, քեզ քարոզում ավետարան որ։ Թող աշխարհի մեջ թաղվի մուսուլման ընդեղ, ինչ ուզում է լինի, Էմյուս կրոնի Կրիշնայի հավատքի մարդիկ թող ընդեղ, հա, այդ սուտ վկաներն էլ թող տես մոլորված ապրեն, մեկը ինչ ելնելու է կլինի, վсё, ոչ սիրելիս, մենք պայքարի մեջ ենք, մենք պատերազմի մեջ ենք, մենք կանգնած ենք ճշմարտության խոսքերի վրա եւ մենք պետք է կանգնենք ու ասենք, որ Աստված ուզում է, որ մենք իր արքայությունը եւ իր թագավորությունը տարածենք այն խոստմունքների եւ այն զորության միջոցով, որ մենք ունենք։ Եվ դրա միջոցով սատանան ուղղակի փորձել է շփոթեցնի եւ որոշակի մարդկանց համոզի, որ այլևս զայնքերը վայր դրեք։ Կռիվ անել պետք չի։ Մենակ շնորհակալ եղի, մենակ գոհացի, մենակ ասա շատ լավ է, փառք Աստծո, Հիսուսը ինձ համար ամեն բանի համար վճարել է եւ այլևս ոչինչի կարիք չունեմ ես անելու։ Այն ինչ որ ունեմ, այսպես է։ Իմ կյանքն էլ այսպես պետք է անցնի։ Սիրելիս, դա սատանայի սուտն է։ Մենք պետք է խաբված չլինենք, մենք պետք է արթուն եւ զարթուն լինենք, որովհետեւ մեր պատերազմը դեռ չի ավարտվել։ Գիտես, պատերազմը դեռ չի ավարտվել։ 90-ական թվականներին 88-ից հետո, երկրաշարժից հետո այդ շարժումները, երբ որ սկսում էին, մի հատ sense բան ունեին, չէ՞, լոզունգ կար Հայաստանում շատ էր խոսվում։ Պայքար, պայքար, մինչև վերջ, ու սաղ ազգը բռունց կարած, վերև պարզած, ես ուզում եմ քեզ ասել, սիրելիս, մինչև Հիսուս Քրիստոսի վերադարձը, քո պայքարը չի դադարելու, դու պետք է մինչև վերջ պայքարես, դու պետք է մինչև վերջ քո թշնամուն ուղղակի ցույց տաս իր տեղը, որովհետև նա ուղղակի եւ անհասկացող է, շատ անգամ պետք է կրկնես, բայց դրա հետ միասին նաեւ դու պետք է խոսես դրանք մասին, բարձրաձայնես դրա մասին, խոսես, որպեսզի դու ինքդ սկսես մտածել այդպես։ Ամեն։ Դու կասես ինչի, ես հեսա քեզ մի խոսք եմ կարդալու, որ
պատճառը դարձել այսօրվա այս խոսքը իմ ներսում ուղղակի բարձրացավ եւ ուզեցա ձեր հետ կիսվեմ։ Թվոց 14-րդ գլուխը 28-րդ խոսք։ Աստվածաշունչը ասում է, ես կենթանի եմ, Աստված ասում, ես կենթանի եմ, որ ինչպես որ իմ ականջների առաջին խոսեցիք, ով խոսեց, ժողովուրդը։ Ժողովուրդը ինչպես որ խոսեցիք իմ ականջների առաջին, ես հենց այդպես էլ անելու եմ ձեզ։ Գիտես քո խոսքերը, երբ որ դու խոսում ես, Աստծո գործողությունների նախապայմանն են։ Մեկ ուրիշ ձևով ձևակերպեմ, Աստծո գործողությունները հետևանքն են քո խոսքերի։ Այն ինչ որ դու խոսում ես, Աստված ասում է, դե դու խոսել ես, ես էլ անելու եմ։ Ինչ ես ուզում որ անեմ։ Հիսուսը քանի անգամներ հիվանդներին էր հարցնում, կույրերին էր հարցնում, անդամալույսներին, նա գիտեր, նա տեսնում էր, որ այդ խնդիրը կա, բայց ասում էր խոսիր, ասա ինձ, ինչ ես ուզում, որովհետև եթե դու չասես, ես դրանով չեմ կարողանա քեզ օգնեմ։ Որովհետև գիտես շատ անգամ մարդիկ ովքեր որ մեծ խնդիրներ ունեն, եթե հայտնվեն ինչ-որ մի իրավիճակում, որ նրանց մի ցանկության հնարավորություն ունես, այսօր օրինակի համար, հիմա ինչ-որ մի հատ հնարավորություն է քեզ համար բացվել, պատուհան է բացվել, չգիտեմ, թագավորի մոտ մտնելու կամ ինչ-որ մի հատ մեծահարուստ մարդուց, ընդամենը մի բան պետքա խնդրես, դու պետքա մտածես այդ մի բանը որն է, որ խնդրես, շատ բան չես կարող խնդրես, ինչ ես ուզում, եւ ինչ որ խնդրում ես, հենց դա էլ կլինի։ Հիսուսը տեսնում էր այդ մարդկանց վիճակը, նա գիտեր, որ շատ կարիքներ կա, բայց իրանք էին որոշում, Հիսուսը իրանց ինչ տար։ Միգուցե այդ անդամալույց ասել, ինձ փող է պետք, ինձ պետք չի բժշկվեմ, հասկանում եք։ Ինչ որ այն կույրը կարողացել, ես ուզում եմ ամուսնանամ, ասենց կույր ուզում եմ մնամ, բայց ամուսնանամ։ Գիտես շատ անգամ մեր խնդրվածները, մեր կարիքները այնպիսի բովանդակություն է կրում, որ Աստված զարմանում է, ասում է դուք կարևորն եք թողել, դուք կյանքի բանն եք թողել, աղբյուրն եք թողել, այն կարևորը թողել եք, ընկել եք երևացող փայլփլուն այդ փաթեթավորումների հետևից եւ ասում եք ես սա երանի թե սա ունենամ, երանի թե նա ունենամ։ Պողոս ասում է մեկիդ մոտ ինչ որ մի բան է ստացվել, արդեն ձեզ թակավոր եք զգում, արդեն ձեզ կշտացած եք զգում, արդեն ձեզ, չգիտեմ, այսպես կայացած, աճած, հոգևոր մեջ, օծյալ ու զորավոր մարդիկ եք զգում, ասում է երանի չէր, երանի թե տենց ելներ էլի, որովհետև եթե տենց ելներ, դա խոսում է մի բանի մասին, քո հետևից լիքը ավելի շատ ու ավելի շատ պտուղներ դու պետքա բերեիր, ոչ թե մի քանի անգամ ու վсё, բայց երբ որ իջնում էիր բեմից կամ ինչ որ մի բանից մարդիկ ուղակի քեզ սենց էին անում, չեն ուզում քո հետ քո կողքը կանգնեն։ Աստված ուզում է մեզ սիրելիս բարձրացնի, եւ այստեղ խոսքը ասում է ես կենթանի եմ, ասում է Եհովան, որ ինչպես որ դուք խոսել եք, ես հենց այտենց եմ անելու։ Ես հենց այտենց էլ անելու եմ ձեզ, ոչ թե քո կողքինին, այլ քեզ։ Շատ լուռ եք։ Փառքաստուն։ Փառք Տիրոջը։ Հալելույա։ Ես հավատում եմ, որ մենք գնում ենք մի ճանապարհով, որ մեր առաջնորդը գիտի մեզ ուր է տանում։ Ամեն։ Շատ կարևոր է սա վստահել։ Շատ կարևոր է տեսնել այն ճանապարհը, որի մեջ Աստված մեզ առաջնորդում է։ Ես հավատացած եմ, որ գալիս է ժամանակ եկեղեցու մեջ, որ արթնությունը ոչ թե ուղղակի գեղեցիկ, փաթեթավորված խոսքերով ալ հնչելու, այլ Աստծո զորությունով։ Ես հավատացած եմ, որ անձնական զղջմամբ, ապաշխարանքով, սրբության մեջ քայլելով է սկսվելու այն զորավոր արթնությունը, որ Աստված պատրաստում է եկեղեցու մեջ։ Ամեն։ Փառք Տիրոջը դրա համար, որովհետև աղոթքը դա ուղղակի խնդրվածք չի։ Շատերս աղոթում ենք, շատերս խնդրում ենք, բայց աղոթքը բացի խնդրված լինելուց դա պայքար է։ Դա ուղղակի պայքար մինչև վերջ։ Դա այդպիսին է։ Ինչքան, միգուցե հարց է ծագում, ինչքան պայքար ես, մինչև որ տեսնես։ Մինչև որ տեսնես։
Մինչև որ տեսնես, ինչքան կարելի է, այնքան մինչև որ տեսնես։ Հիշեք այն առակը, որ Հիսուսը պատմում էր, հա, որ դատավորի մոտ գնաց կինը եւ իր համար հայցում էր անխ պահանջում։ Ասում է տամ մենակ թե պրծնեմ։ Այն դատավորը, որ ոչ Աստծուց էր վախում, ոչ է մարդկանցից ամաչում էր։ Այդ դատավորը պատրաստ էր տար մենակ թե պրծներ։ Այդքան դու պետքա համառ լինես։ Աղոթքը դա համառ, հանդուգն, այսպես մինչև վերջ կանգնել Աստծո խոստմունքի վրա ու երկինքը թակելն է։ Մինչև որ Տերը պատասխանի, ամեն։ Հալելույա, փառք մեր Աստծուն։ Փառք Աստծուն, հալելույա։ Եկեք Տիրոջը փառք տանք։ Թեսաղոնիկեցիների թուղթը ասում է, ուրեմն եկեք չքնենք։ Մեր փառաբանության խումբը կարող է մոտենա։ Թեսաղոնիկեցիների թուղթը 5-րդ գլխի առաջի Թեսաղոնիկեցիս։ Ասում է, ուրեմն եկեք չքնենք ուրիշների պես, բայց արթուն եւ զարթուն լինենք, որովհետեւ ցերեկինը լինելով հավատքի եւ սիրո զրահ հագած փրկության եւ հույսի սաղավարտը մեր վրա ունենալով մենք կարող ենք այդ ամենը ունենալ։ 16-րդ խոսքը այսպես ասում, ամեն ժամանակ, ոչ թե միայն ծառայության ժամանակ, այլ դժվարության ժամանակ, այլ այն ժամանակ, երբ որ քեզ թվում է, թե արդեն անելանելի վիճակ է, այն ժամանակ, երբ որ քեզ թվում է, թե, չգիտեմ, միգուցե արդեն ուշացել եմ, էլ այստեղ աղոթքն է ոչ մի բան չի կարող անի, խնդիրը արդեն ուշացել ու պրծել է, պրոբլեմը արդեն անլուծելի է, անդառնալի է, ասում է, ամեն ժամանակ ուրախ եղեք, անդադար աղոթք արեք, ամեն բանի մեջ գոհացեք, որովհետև դա է Աստծո կամքը, ձեզանից ամեն մեկի վրա Հիսուս Քրիստոսի մեջ, հոգուն մի հանգցրեք, գիտեք տրտունջը, գիտեք ցավը, գիտեք նախանձը, գիտեք, որ միշտ նստես ու մտածես Երանի այն մեկին, Երանի այն մեկին, Երանի սա իմը լիներ, Երանի ես այս լինեի, երբ որ դու տրտնջում ես, երբ որ դու բողոքում ես, երբ որ դու բացում ես քո սիրտը եւ միայն տրտունջ, ցավ, նախանձ, նման բաները քո սրտի մեջ գտնվում, գիտես, դրանով դու հոգին մարում ես քո ներսում, բայց երբ որ դու ուրախ ես, երբ որ դու տեսնում ես քո քրոջը, քո եղբորը օրհնվելուց, երբ որ տեսնում ես նրան բժշկվելուց, երբ որ տեսնում ես մեկ ուրիշին բարգավաճելուց, ինչ որ հաջողության հասնելուց, երբ որ դու տեսնում ես քո եղբոր կամ քրոջ կյանքը, ընտանիքը, ծառայությունը մեկ աստիճանով ավելի լավն է, ավելի գնալով ծաղկում է, դու դրա մեջ ոչ թե ուղղակի սկսում ես ափսոսալ, որ քոնը ինչի այդպես չի, այլ գոհանալ Աստծուց, Աստծուն գոհություն բարձրացնել, որ Տեր շնորհակալ եմ այս երկրի համար, շնորհակալ եմ, որ երկիրս երկիր է, շնորհակալ եմ Տեր, որ հայ ժողովուրդը փոխվում է, ապաշխարում է, փրկվում է, շնորհակալ եմ, որ քո խոսքը բարձրանում է Տեր այս երկրի մեջ, այս ազգի մեջ, շնորհակալ եմ, որ դա բարձրանում է բարձր ատյաններում, խոսվում է քո խոսքի մասին, որ մարդիկ սկսում են աղոթքի կյանքին չնայել ծաղրանքով, այլ անկեղծորեն, բաց սրտերով, շնորհակալ եմ Տեր, որ դու փոխում ես իմ երկիրը, շնորհակալ եմ, որ փոխում ես իմ երկրի առաջնորդների սրտերը, շնորհակալ եմ, որ փոխում ես Տեր ջան իմ հարևանին, որ նոր մեքենա է գնել, կամ տունը նոր վերանորոգել, շնորհակալ եմ, հասկանում ես, երբ որ դու լցված ես շնորհակալությունով, դրանով դու ուղղակի բացում ես, դրանով դու թույլ ես տալիս Աստծո հոգու գետերը հոսեն քո կյանքի մեջ, ոչ թե դու փակում ես, ոչ թե դու նախանձում ես, այլ թույլ ես տալիս Սուրբ Հոգուն հոսի դեպի քո կյանքը, որովհետև քո ներսի ջրերը շնորհակալության այդ գետերը դուրս են գալիս հունից, իր բնական հունից դուրս են գալիս, որովհետև դու սկսում ես խոսել չերևացող բաներ, դու սկսում ես խոսել հավատքի լեզվով, դու սկսում ես նայել իրականությանը եւ խոսել չերևացող բաները, որը ճշմարտություն է։ Ճշմարտությունը ոչ միշտ է, որ իրականությունն է ցույց տալիս, բայց միևնույնն է, շարունակիր խոսել ճշմարտությունը։
Ինչ իրավիճակ ուզում ա լինի սիրելիս քո կյանքում, շարունակիր խոսել ճշմարտությունը, որովհետև քո Աստված ճշմարտության Աստված է։ Նա սուտ չի խոսում, նա կանգնած է իր խոսքի հետևում եւ ասում է. ես հսկում եմ։ Ես հսկում եմ, որ դա էլ անեմ։ Ես հսկում եմ օր ու գիշեր, որ իմ խոսքը կատարվի։ Ինչպես Եսայի 55-րդ գլուխը ասում է, որ Աստծո խոսքը պարապ դուրս չի գալիս։ Նա երբ որ դուրս է գալիս, ոռոգում է, ջրում է երկիրը եւ մինչեւ որ ինչի համար ուղարկվել այդ հողը չխոնավացնի, այդ սերմերին ուժ չտա, չծլեցնի, նորից չի գոլոշիանա եւ ետ չի դառնա, ինչպես անձրևը, այնպես էլ իմ խոսքը մինչեւ չկատարվի, չի հեռանա, չի վերադառնա դեպի ինձ։ Գիտես ինչ ես դու խոսում։ Քո շուրթերը ինչով է լցված, քո սիրտը ինչով է լցված։ Դու խոսում ես կյանքի խոսքեր, դու խոսում ես Աստծո խոսքերը, որոնք որ կյանք են բերում, թե դու խոսում ես ամբարիշտներին երանելի ես անում։ Դու նրանց խնդիրներն ու խնդիրները կարծես ձգողական ուժով քաշում ես դեպի քեզ։ Հասկանում ես Աստվածաշունչը Թվոց 14:28-ում ասում է. ես կանեմ հենց այնց, ոնց որ իմ ականջները լսեցին, երբ որ դու խոսեցիր։ Ինչ որ լսեցի, հենց այդպես էլ կանեմ քեզ հետ։ Սիրելիս, եկեք ընտրենք Աստծո խոստմունքները, եկեք ընտրենք Աստծո խոսքերը խոսել, որ մեզ նայողները ասեն. երանի նրանց Տիրոջը, երանի նրանց, որովհետև նրանց Աստված կենդանի է։ Ամեն։ Տեր օրհնի ձեզ։ Եկեք ոտքի կանգնենք։ Հալելույա։ Ես ուզում եմ մի հարց ուղղել այստեղ ներկաներին, ուզում եմ տեսնել, եթե կան մարդիկ, ովքեր երբևիցե այսպիսի ծառայությունների, հավաքույթների ներկա չեն եղել, եւ դու այսօր ինչ որ մեկը հրավիրել է կամ կանչել, լսել եկել ես, եթե կա այդպիսի մեկը, որ Հիսուսին Տեր ու Փրկիչ չի ընդունել, կուզենամ տեսնեմ քո ձեռքը, որ քեզ համար աղոթ կանենք։ Ձեռք չեմ տեսնում։ Կա այնտեղ մարդ եմ տեսնում քույրիկին։ Սիրելի քույր, կխնդրեմ, եթե դժվար չի ձեզ, դուք համեցեք առաջ, մենք մի կարևոր աղոթք կա, որ պետք է անենք, միասին փրկության աղոթք, որից հետո մենք կաղոթենք այստեղ մեր կյանքերի մեջ, կարձակենք Աստծո զորությունը, կհռչակենք Տիրոջ փառքը, կխոսենք Աստծո խոսքերը եւ հավատքով լցված, կգնանք պտուղ բերելու, որովհետեւ Աստված կենդանի է եւ զորավոր է։ Նա ապրում է իմ ու քո գովաբանության մեջ,